Եթե դու չլինեիր, ես ու Նորոն իրար կհասկանայինք ու ամեն ինչ շատ լավ կլիներ։ Դու փչացրեցիր ամեն ինչ։ Եթե անգամ ես չլինեի, եթե անգամ դու մեզ բաժանես, դրանից ոչ մի բան չի փոխվելու։ Նորոն չի մնալու քո կողքը, այդքանը հասկացի, որովհետև Նորոն քեզ չի սիրում։ Սիոն աղջիկ, ես ինչ ես տխուր, ինչով օգնենք քեզ։ Ոչ մի բանով հանգիստ թողեք։ Չէ, չեղավ տենց, շուտով կերտ ուրախանանք։ Թող մի հատ։ Ալո։ Նոր ջան, բարև, Արենն է։ Հա, Արեն ջան, ասա աղբերս լսում եմ։ Նոր ջան, ես հիմա աշխատանքի եմ, ուստեղ մի աղջիկ կա, որ քո հետ եմ միշտ տեսել։ Իրար հետ եք եկել։ Աղբերս հեսա մի հատ նկար ուղարկեմ, նայի ասա ինքնա թե չէ, լավ։ Ինչ է եղել Նորո։ Հեսա կիմանանք եղելա թե չէ։ Արենն էր, որ միշտ գնում ենք մոտը բար։ Հա, նոր ինքն է, բայց լավ կանես շուտ գաս, համ խմած է, համ էլ երկու լակոտ իրան են մոտեցել։ Ոնց խմել է, հասիկո։ Աղբերս ուշադիր եղի, հանկարծ չանհանգստացնեմ, իջով մենք հասնենք, լավ։ Գնացինք։ Հա, բայց ինչի, համ դու քեզ մենակ չես գա, մենք մի քիչ կշփվենք։ Ես շփման կարիք չունեմ, ես արդեն գնում եմ։ Թող։ Տղեկ ջան, ձեզ ինչ-որ բան պետք է։ Էս մեր սիրուն աղջիկի ինչ-որ խմում է, դրանից բեր։ Լավ։ Ես ոչ մի բան չեմ խմում, պետք չի։ Էլիս, զանգի Նորոյին տես նորություն չունի։ Տատ որ նորություն լիներ կզանգեր էլի։ Նենց էլ անհանգիստ է սիրտս։ Չգիտեմ Հասմիկի մաման որ զանգի ինչ եմ ասելու։ Դե ինչ պետք է եղած լինի։ Արի վատ բաների մասին չմտածենք։ Այս ամեն ինչի մեջ այդ Մագդան է մեղավոր։ Հիմա ինչ ա արել այդ աղջիկը։ Ոնց։ Տատի ջան դու վերջին նորություններից տեղյակ չես։ Նորոն ու Մագդան հաշտվել են, միասին են էլի։ Ինչ։ Ինչ ես ասում Էլիս։ Հա, տատի, հա։ Ու Հասմիկն էլ այդ Մագդայի հետ խոսալուց հետո է որ չկա։ Ես ինչ ես ասում Էլիս։ Նորոն ա քեզ մի բան ասել։ Օխ, թող ասեցի։ Աղջկան հանգիստ թողեք, չեք տեսնում, ուզում է դուրս գա։ Դու ստե բարմեն չես, գնա գործի տեղի։ Դուք ով եք։ Եկեք դուրս գանք խոսանք, տղեկ ջան։ Արի։ Եկեք։ Արի, դու էլ արի, աղբերս։ Արի գնանք շփվենք։ Դու խմած են շատ բան չեմ ասում։ Հա, հանգիստ էլի։ Ապրես աղբերս։ Ինչի համար, նոր ջան։ Արեն։ Արի դուրս գաս։ Իսակս։ Ես ինչ ա վիճակը տազո։ Հե? Ինչ գործ ունես դու սենստեղ։ Ընդհանրապես ժամին նայել ես։ Քեզ ինչ ընդհանրապես ես ուրեմ ու ինչ եմ անում։ Հաշտվել ես, չէ՞ սիրելիիդ հետ։ Չէ դու ցնդել ես։ Դու իմ տանն ես ապրում։ Այդ նշանակում է, որ ես եմ քո համար պատասխանատու։ Հա, փաստորեն, եթե ձեր տանը չապրեի ու դու իմանայիր, որ ես վատ եմ, ոչ մի բան չէիր անի, չէ՞, չէիր գա։ Մագդան չէր թողնի։ Սուս մնա։ Դու իմ այն վիճակում չես, որ ինչ-որ բան ասես։ Ու առհասարակ Մագդայի անունը աշխատի միտու։
Հաս։ Դու հիմա քեզ նես պետքա պահեր, որ ես որպես տղա ինձ ված զգայի։ Ոչ թե սկսեի մտածել, որ նույնիսկ այն ժամանակ, երբ որ քո կողքին եմ եղել, սխալ եմ արել։ Այնպես մի արա, որ սկսեմ մտածել, որ ես քեզ չեմ ճանաչել։ Մի արա։ Նոր ես հանուն քեզ իմ մասին մոռացել եմ։ Ես ուղղակի պայքարում եմ։ Ես չգիտեմ էլ ոնց անեմ, որ այս ամեն ինչի դեմ կարողանամ պայքարեմ, հասկանում ես։ Դրա համար այս ժամին եկել ես բար, հա? Ու քեզ սենց ես պահում, հա? Ինչի ինքդ քեզ չես հարգում։ Այնպես մի արա, որ որպես ընկեր նույնիսկ քո վրա խաչ քաշեն։ Այնպես մի արա, որ կողքովդ անցնեմ ու քեզ չբարևեմ, մի արա։ Մի հավասարվի զրոյին։ Իմ համար ավելի լավ է, որ դու իմ կողքով անցնելուց ինձ չբարևես, քան ես իմանամ, որ քո կյանքում ուրիշ մեկը կա։ Նորո, մենակ դու ես իմ կողքը լինելու։ Ես չեմ կարա ուրիշի հետ։ Դու կամ իմ կողքն ես լինելու, կամ ոչ մեկի։ Ես մի կերպ կհանդուրժեմ քո մենակությունը։ Բայց Մագդայի քո կյանքում լինելը երբեք չեմ հանդուրժի, հասկացար, երբեք։ Ու ես այսօր իրան դրա մասին ասել եմ։ Չգիտեմ ինքը հասցրել է քեզ ասի թե չէ։ Ես պարզ մարդ եմ ու անկեղծ ասում եմ։ Ես չեմ թողնելու, որ դուք երջանիկ լինեք։ Դու հիմա անմտածված խոսում ես։ Չես հասկանում, ընդհանրապես քեզ ոնց ես պահում։ Ինչ ես անում։ Դու որ օրվա խմողն ես, հա։ Երկու բաժակ խմել ես ու քեզ կորցրել ես։ Հավաքի քեզ։ Արի գնանք տուն։ Առավոտը կխոսենք, լավ։ Հիմա սուս մնա։ Ես ոչ միտեղ չեմ գալիս։ Ու ես շատ լավ եմ հասկանում ինչ եմ խոսում։ Նորո, ես վատ մարդ չեմ։ Ես չար մարդ չեմ։ Ես ուղղակի սիրող մարդու պես պայքարում եմ։ Ուղղակի ուզում եմ փրկեմ մեր սերը։ Դու Մագդային ձեր տունը քանդելու համար ներեցիր, բայց ինձ իմ մի ստի համար այսօրը գցեցիր, Նորո։ Ինչի համար կասես։ Կամ ընդհանրապես ես այդ աղջկանից ինչով եմ վատը։ Մագդան ու իր ընտանիքը քեզ ավելի շատ են ցավացրել, քանի մի փոքր սուտը։ Փաստորեն նորոն այդ աղջկան խոստացել է, որ փակելու է անցյալի էջը։ Հա, տատ։ Ես էլ մտածում էի իմ Էդոյի համար անհանգստանում, բարձվեց չէ, իրա խոստումն է ուզում կատարի ուղղակի։ Ես պետք է անպայման խոսեմ Նորոյի հետ։ Լավ էլի, տատ։ Քո խոսալը ինչ է փոխելու։ Տատի Նորոյին ոնց որ կախարդած լինեն։ Էլիս, այդ աղջկա ոտքը այս տուն չի մտնելու։ Հələ թող Հասիկոին գտնեն մի քիչ խիղճս հանգստանա, տես ինչ եմ անելու։ Աս։ Իմ ու իմ անցյալը մենակ ինձ է վերաբերվում, հասկացի։ Ու մի քննարկի հետ, լավ։ Նոր, ես չեմ կարա քեզ մոռանամ, հասկանում ես։ Ուղղակի չեմ կարա։ Խնդրում եմ քեզ, եթե ես քեզ այս ընթացքում ցավացնեմ, վիրավորեմ, նեղացնեմ, ուղղակի հասկացի, որ այդ քեզ կորցնելու վախից է։ Ես չեմ կարա քեզ երջանկություն մաղթեմ ու պտտվեմ գնամ։ Էդ իմ մոտ չի ստացվի։ Դու իմ կյանքի իմաստն ես եղել։ Կաս ու մնալու ես միշտ։ Ես առանց քեզ չեմ կարա ապրեմ։ Աս ջան։ Հասկացի, որ ամեն ինչ վերջացել է։ Ցավդ տանեմ, հասկացի, ընդունի այդ։ Ու հասկացի, որ այս կյանքում անփոխարինելի մարդիկ չկան։ Չկան, ես վստահ եմ, որ դու կգտնես այն մարդուն, ով որ քեզ գժի պես կսիրի, ու դու էլ իրան կսիրես։ Ես ի տարբերություն քեզ մեզ վաղոց երկուսիս այդ երջանկությունը ցանկացել եմ, երբ որ գնացել եմ քո կյանքից։ Մի արա սենց։ Մի իջացրու քեզ։ Այնքան մի ինգի իմ աչքից, որ բարձրանալու տեղ չունենաս։ Խնդրում եմ, հասկացի։
Այդ ամեն ինչ նորմալ է։ Նա նորմալ է։ Տղերքը ներողություն խնդրեցին։ Մենակ աղջիկ էին տեսել, լավ տղա էին խաղում, հա։ Քո արածը քո դուրը եկավ, Հասո ջան։ Հետո լավ էլի մի սկսի հասկացանք։ Ինձ չի թվում, որ դու մի անգամից հասկանում ես։ Ինձ թվում է քո մոտ այդ հասկանալը շատ երկար, բարդ process է։ Լավ, վերջ այդ։ Եկեք գնանք տուն, վաղը ամեն ինչ կքննարկենք, հա։ Էլիզն էլ անհանգիստ մեզ է սպասում։ Գնացինք։ Կյանքս դու հանգիստ քնի։ Մենք Հասմիկին գտել ենք, ամեն ինչ նորմալ է։ Վաղը կհանդիպենք բարի գիշեր։ Դու ես ինչ պատմություն սարքեցիր մեր գլխին։ Պատկերացնում ես, եթե հանկարծ Նորոն ու Էդոն ուշանային, բա որ քեզ վնաս տային։ Էլիզ այնքան մեկ է ինչ կլիներ, կամ ինչ կլինի հետո։ Ինձ ընդհանրապես մեկ է իմ կյանքը։ Ես կորցրեցի Նորոյին։ Արդեն համակերպվել ես։ Չես պայքարելու էլ, հա։ Ոնց պայքարեմ Էլիզ։ Էլ ինչ անեմ ես։ Հաս, 2 օր առաջ դու էիր ինձ ասում, որ պապայիս հետ հաշտվեմ, որ պապան մեզ կօգնի, որ ամեն ինչ կփոխվի։ Հիմա ինչ ա եղել քեզ, մտածում ես չենք կարա ոչ մի բան փոխենք։ Էլիզ դու չես հասկանում, որ Նորոն ինձ չի սիրում։ Չի սիրում Էլիզ, չես հասկանում։ Իսկ եթե նենց անենք, որ Մագդան իր կյանքից գնա, կարող է ամեն ինչ առաջվան է լինի, չէ։ Իսկ եթե չստացվի Էլիզ, Պիտի ամեն ինչ անենք, որ ստացվի։ Պիտի ամեն ինչ դրա համար անենք։ Բայց եթե դու քեզ շարունակես սենց պահել, դժվար էլ ստացվի։ Պետք չի աչքի ընկնես այդքան, ու ընդհանրապես, նենց մի արա, որ Նորոն հիասթափվի։ Բարի լույս։ Բարի լույս, տաճ ջան։ Ոնց ես։ Քո կյանքի վերջին նորություններից հետո շատ վատ։ Իսկ ես մտածում եի հակառակը կլինի։ Որ ուրախ կլինես իմ համար։ Որ թորդ գոնե մի քիչ երջանիկ է։ Որ սիրած աղջկա հետ հաշտվել է, ամեն ինչ լավ է։ Բայց այդ սիրած աղջիկդ Արշակի քույրն է։ Չես հասկանում Նորո, որ ձեր միությունը սխալ է։ Ես Էլիզին ասել եմ, հիմա էլ քեզ եմ ասում, տատ։ Անցյալը իմ համար արդեն փակեջ է։ Իմ համար Արշակի ու մամայի մեղքը հավասար է։ Չէ, ես իմ Նորոն չի։ Տատ։ Կլինի ես հանգիստ սուրճ խմեմ ու գնամ։ Եթե պետքա նորից անցյալից խոսանք, ասա ես գնամ, լավ։ Ես քեզ չեմ ուզում անցյալը հիշեցնեմ, Նորո։ Ես քեզ ուղղակի մի բան եմ ուզում ասեմ։ Որ դու քո այս քայլով ինձ ջարդ ու խուրդ արեցիր։ Ինձ հողին հավասարեցրիր։
Նորից նույն պատմությունը։ Բարի լույսով չլինում ես տանը մի բաժակ սուրճ խմելու գնալ գործերով։ Ինչ եք ուզում, հա։ Ինչա ձեր ուզածը։ Նորո ջան, ես ձեզ իմ կյանքի գնով եմ պահել մեծացրել։ Ես գիշերները չեմ քնել։ Նստել եմ ճանապարհիդ եմ սպասել մինչև տուն կվերադառնաս։ Ու նոր աչք եմ կպցրել։ Որ ես պատասխանին արժանանամ, հա։ Ինչ ես արժակին ատում։ Տաղետել ա թողել գնացել։ Ոչ մեկիս մասին չի հիշել։ Ոչ մի բանի համար հոգ չի տարել։ Հա։ Ինչ ես մենակ արժակին մեղադրում։ Երբ որ քո տղեն քո հանդեպ ավելի սխալ ա վարվել։ Ասեմ, տենց ավելի հեշտ ա։ Չէ՞ դատ։ Ավելի հեշտ ա ուտարին մեղադրելը։ Ոչ մեկ ոչ մի բան չի կարա ասի։ Չէ՞։ Ես բաբկենին գլխիս դրած ման չեմ տալիս։ Ես իրան ինչ որ պետքն է ասել եմ։ Ուղղակի հասկացի ինձ նորո ջան։ Ինքը իմ միակ տղեն է, իմ միակ երեխեն է։ Ես չեմ կարա իրանից երես թեքեմ։ Բա ինչ ես ուզում, որ ես արժակին ատեմ։ Ինչի համար ես ուզում թշնամանամ։ Ինչի համար ես ուզում գնամ վատ բան անեմ, կյանքս կործանեմ։ Ով ա դրանից շահելու, հա։ Կանգնի արշակի աչքերի մեջ նայելով, ինչ կա ներսումը 10 հանգստացի որպես մեծ ես թեման փակի։ Թող ես թշնամանքը անցնի։ Հերիք եղավ արդեն։ Արդեն չեմ կարում ապրեմ, խեղդվում եմ, հասկանում ես։ Անընդհատ նույն թեման, նույն պատմությունը, նույն չարությունն է։ Այդ չարությունն է, որ այսօր մենք այսօրին ենք հասել, որ ոչ ես եմ կարում երջանիկ լինեմ, ոչ Էլիզը։ Չեմ ասում Ալինայի մասին։ Ես արշակին չեմ ներել։ Ոչ էլ արշակի հետ աղբերություն եմ անում, դատ։ Ես ուղղակի մի բան եմ հասկացել։ Ու հասկանում, որ ինչքանով մաման անդրել արշակին, այդքան էլ արշակը, հակառակը լրիվ հավասար ամեն ինչ նույնն է, ու ես կռիվ անելու պատճառ չունեմ, հասկանում ես, հասկացեք ու փակեք այս թեման։ Վերջ, սպասենք հարսանիքիդ։ Հա։ Ուղղակի ես քեզ մի բան կասեմ։ Մենակ ես գնալու այդ հարսանիքիդ։ Կամ էլ Էդոյի ընկերներիդ հետ։ Հա, նոր։ Պատրաստվի գալիս եմ հետևից հետ։ Լավ։ Արշակ սուրճուտ պատրաստ է։ Էլիզ, դու չես հասկանում, որ նորոն գլուխը կորցրած այդ Մագդային է սիրում։ Ոչինչ։ Ոնց սիրում ա, տենց էլ կհիասթափվի հաս։ Որովհետև հեսա
Արշակի բոլոր արարքները հատ պարզվելու են։ Էլիզ, իսկ եթե Արշակը կապ չունի քո մոր մահվան հետ, Էլ տենց բան չասես։ Դու միակ մարդն էիր, որ ինձ հավատում էր։ ես առանց Նորոյի չեմ կարող ապրեմ, Էլիզ։ Դու ընդհանրապես ո՞նց ես դիմանում ձեր բաժանմանը, ո՞նց ես կարողանում ապրել։ Մի կերպ։ Իմ համար էլ է դժվար, ինձ էլ հեշտ չի։ Բայց ահա որ է, երբ որ սիրած մարդու կյանքում ամենավերջին տեղում ես, այդ ահա որ ահաս։ Ինչ անարդար է չէ կյանքը։ Մագդայի պատճառով մենք ստեղ նստած լացում ենք, իսկ ինքը ով գիտի ուրախությունից պարում է։ Ոչինչ քիչ մնաց։ Բաբկեն, բարի լույս բալես։ Մենք պետք է այսօր շատ արագ հանդիպենք։ Ասա ուր գամ։ Լավ բալես գալիս եմ։ Նորոն հասել է Մագդա։ Արդեն ստեղ է։ Բա ինչին ես սպասում։ Հրավիրի ներս։ Դե չգիտեմ կգա թե չէ։ Մագդա, դու էլ քո հերթին պետք է օգնես Նորոյին, որ սկսի մեր հետ ազատ շփվել։ Զանգի ասա, որ ես իրան սուրճ եմ հրավիրում։ Ես քո դրած սուրճը սառել է։ Լավ, սպասի, հեսա կզանգեմ։ Ինչ եղավ Մագդա։ Նոր Արշակը քեզ մեր տուն է հրավիրում սուրճ խմելու, կգաս, չէ։ Չէ, Մագդա, թող մնա մի ուրիշ անգամ։ Պարզ է։ Փաստորեն դու դեռ չես կարողանում հայ տուն մտնես։ Կլինի չնեղանաս։ Դե չեմ նեղանում։ Կներես ուղակի երևի ես եմ շտապում։ Դեռ իրավունք չունեմ քեզ այս տուն հրավիրեմ։ Լավ, սպասի, ես հիմա կգամ։ Ոնց ես մամ ջան։ Չգիտեմ, այդ հարցը ինձ մի տուր։ Արդեն ներվային անում եմ բաբկեն։ Ինչի։ Բան ա եղել։ Հա։ Նորոն հաշտվել է այդ Արշակի քրոջ հետ։ Որոշել է փակի անցյալի էջը։ Ու հերիք չի Էլիզին էլ ստիպում է որ մոռանա։ Բաբկեն, ես չգիտեմ ինչ անեմ։ Ոնց հիմա դու լուրջ ես խոսում մամ։ Հա։ Երեք գիշեր Էլիզա ասեց։ Այդ Արշակը էլի մտավ մեր տուն բաբկեն։ Արշակը էլի շուտ հասավ քո ընտանիքին, քան դու բաբկեն։ Չկա նման բան մամ։ Ես չեմ թողի։ Արդեն թողել ես բաբկեն ջան։ Այնքան չհամարցակվեցիր գազ քո տուն, այնքան չհամարցակվեցիր երեխեքիդ հետ ապրես, որ սենց եղավ։ Մամ, իմ այդ տան մեջ ապրել չապրելը ընդհանրապես նշանակություն չունի։ Բա ի՞նչը նշանակություն ունի բաբկեն ջան։ Ինչքան ժամանակա Հայաստանում ես, բայց երեխեքիդ գլխին չես։ Որ երեխեքիդ հետ լինեիր, ուրիշ կերպ կլիներ։ Արշակն էլ չէր համարցակվի սենց բաներ անել։ Ոչինչ մամ, համբերի։ Մի քիչ էլ համբերի, ես այնքան բաներ ունեմ դեռ ապացուցելու։ Ինչ ունես։ Շատ ափսոս, որ արևը ստեղ չի։ Թե չէ շատ կուրախանար, որ քեզ տեսներ։ Հա, հաստատ։ Ինչքան ժամանակա չենք տեսել։ Հաստատ նեղացած կլինի։ Նոր արևը չի նեղանում։ Այդ ինքը ուղակի ասում է նեղացել եմ, հետո մի րոպե հետո ամեն ինչ անցնում է։ Այդ առումով ինքը լրիվ Արշակն է։
Ու լավա քեզ չի քաշել։ Թե չէ մի շաբաթ տանջվելու ենք միջև խոսար։ Մագդա, հիմա ոնց չասեմ, որ Արշակը 100%-ով ճիշտ է։ Դե ուրեմն մի նեղացրեք, որ հետո չտանջվեք։ Լավ երեխեք, բայց եթե կատակը մի կողմ, ես շատ ուրախ եմ, որ դուք հաշտվել եք։ Նորո ես շնորհակալ եմ քեզնից։ Շնորհակալ եմ, որ փորձում ես հասկանալ ու մոռանալ անցյալը։ Ինձ թվում է անցյալից էլ պետք չի խոսել։ Չէ, ես չէի պատրաստվում անցյալից խոսել։ Ուղղակի ուզում եմ ասեմ, որ ճիշտ ուղու վրա ես։ Հաստատ ես կյանքում ոչ մի բան ավելին չի, քան այն սերը, որ մարդ գտնում է։ Ու ես ուրախ եմ, որ հենց իմ քրոջ կողքին քո նման տղամարդ է։ Որովհետև դու շատ լավ գիտես, թե ինչ է նշանակում սիրելը։ Շատ լավ գիտես, թե ինչ է նշանակում սիրած մարդու համար պայքարելը։ Դու Մագդայի համար շատ բաների միջով ես հիմա անցնում։ Դու չասես էլ, չպատմես էլ, ես այդ ամեն ինչը շատ լավ հասկանում եմ։ Սերը պայքար է։ Կամ պայքարում ես, կամ կորցնում։ Ուրիշ տարբերակ չկա։ Հա, ճիշտ ես։ Դուք չեք պատկերացնի, ես հիմա ինչքան ուրախ եմ, որ սենց ձեզ իրար հետ խոսալուց իրար կողք եմ տեսնում։ Իմ համար էս ամեն ինչը ոնց որ հեքիաթից լինի։ Մամարի հիմա չխոսենք էլի դրա մասին։ Վերջ, պապկեն, բան ես ասում, ինչը վերջ ասա։ Մամ ջան, հիմա դրա ժամանակը չի էլի։ Համբերի թող մի քիչ էլ անցնի, պետքա ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում նոր հարված հասցնեմ։ Մի քիչ էլ դիմացի էլի։ Այսինքն, հա, ու մեկ էլ այդ Էդոյա ինչ է, եթե Էլիզի շուրջը էլի երևա ինձ անպայման կզանգես։ չհասկացա։ Ինչի, պապկեն։ Մամ ջան, տեղյակ եմ, Էլիզի ինձ պատմել է, ամեն ինչ գիտեմ, որ կռված եմ։ Հետո ինչ, այսօր կռվել են, վաղը կհաշտվեն։ Մամ, դու գիտես, որ այդ Էդոն Արշակի բարեկամն է։ Ու ես ընդհանրապես չեմ ընդունում, որ ինքը իմ աղջկա կողքը լինի։ Չեղավ, պապկեն, այս արդեն չափից շատ է։ Ես Էդոյին շատ լավ եմ ճանաչում, ու նոր չի, որ ճանաչում եմ։ Համ էլ բարեկամներ չեն։ Արշակը Էդոյի հոր ընկերն է։ Մամ ջան, իմ համար ընդհանրապես նշանակություն չունի Արշակը Էդոյի հոր ընկերն է, թե հոր ընկերը չի։ Վերջ։ Պապկեն, ես թույլ չեմ տա, որ անցյալը Էլիզի վրա ազդի։ Նորոյի պատմությունը լրիվ ուրիշ է։ Էլիզինը ուրիշ։ Էդոն շատ լավ տղա է, շատ լավ ընկեր է, ու համոզված եմ, որ շատ լավ ամուսին է լինելու։ Ինքը Էլիզին շատ է սիրում, շատ է փոխել իրան։ Պապկեն, խնդրում եմ, հանկարծ երեխեքի մեջ չտեղավորվես, հասկացար։ Մամ, վերջ էլ չեմ կրկնում։ Ոնց ուզում ես Արշակի հետ վարվի, ինչ ուզում ես Արշակին արա, Էդոյին հանգիստ թող։ Էդոն ինձ դուր չի գալիս, մամ, ու վերջ։ Չէ, Պապկեն ջան, դու ուղղակի լսել ես, որ իրանք Արշակի հետ ծանոթ են, դրա համար էլ սենց վատ ես տրամադրված, սենց լարված ես իրա դեմ։ Էդոն շատ լավ տղա է։ Իսկ Նորոյի համար սրտիցս արյուն ա կաթում։ Առանց էդ էլ ենքան վատ եմ զգում, որ Նորոյիս հետ սենց վատ եմ վարվել։ Չգիտեմ ինչ անեմ, բայց ես իրա լավի համար եմ արել, որովհետև ես գիտեմ, որ այդ աղջիկը իրան դժբախտացնելու է։ Իսկ Էդոն լրիվ ուրիշ է։ Էդոյի դեպքը տենց չի, ինքը Էլիզին շատ ա սիրում, ինքը Էլիզին այնքան ա փոխել, դու չես պատկերացնում։ Թող իրանք երջանիկ լինեն, խնդրում եմ, խոստացի, որ չես խանգարելու իրանց միությանը։ Լավ, մամ։ Խոստանում ես, Պապկեն։ Մամ, ես հիմա այն վիճակում չեմ, որ քեզ ինչ-որ բան խոստանամ կամ չխոստանամ։ Հիմա արի փակենք, հա, այս թեման։ Վերջ։ Ես հիմա կգամ։ Արշակ լանն այս տեղեկություն կա, ոնց է։ Դեռ այդքան էլ լավ չի։ Ճիշտ է, սկսել է խոսալ, բայց լավ չի խոսում, բայց փոփոխություն կա արդեն։ Իսկ Մագդայի հետ ինչ-որ բան քննարկել եք։ Մագդայի։
Մագդան ընդհանրապես չի ուզում լսի Լանայի մասին։ Ես չգիտեմ ինչ եմ անելու։ Չեմ էլ ուզում, որ լարվի հետը։ Հա, չէ թե հաստատ սխալ կլինի։ Այն Կարինն այրեք գնացել Լանայի մոտ հիվանդանոց։ Ոնց։ Հա, լավա բուժքույրը տեղաղել ու երկար չի մնացել։ Լանան էլ վախեցել էր։ Դրա հարցերը լուծելա պետք։ Հա։ Ես նենցա դրա հետ կիսատ թեմաներ ունեմ։ Ու ավեսով գլուխը կջարդեմ։ Դե չեղավ այդպես, հո գլուխ ջարդելով չի նորը։ Դրանց նմաններին ընդհանրապես խղճալ պետք չի, պետքա սատկացնել արժակ։ Ես չի, որ ես իրան խղճում եմ, բայց չեմ ուզում ձեռքերս կեղտոտեմ, առավել ևս չեմ թողնի, որ դու ձեռքերդ կեղտոտես։ Դրա հարցը ուրիշ ձև պետքա լուծենք։ Ասում եմ ինչ լավ է, չէ, այսօր 2 ժամ նորեցինք։ Բան ա եղել։ Ալին, նորոն քեզ ինչ-որ բան ասել է։ Չէ, ինչի։ Ինչ պետք է ասեր։ Ես լավ արի քեզ ճանապարհեմ։ Չէ, Ռոբ, մի րոպե։ Ինչ պետք է ինձ նորոն ասեր։ Վայ, Ալին, ասեցի նորոն քեզ կասի, այդ նենց բանը, որ պետքա նորոյից տեսես։ Երբ որ ժամանակը գա մենք կխոսենք։ Ռոբ, այսինքն ինչ պետք է ինձ նորոն ասի։ Արի քեզ ճանապարհեմ էլի։ Արդեն ես սկսում եմ վախենալ, Ռոբ։ Ալին, ոչ մի վախենալու բան չկա, հանգստացի։ Արի ես քեզ ճանապարհեմ։ Արշակ, ես չգիտեմ դու ինչ ես մտածել։ Բայց որ այդի ձեռքը սնգավ, հաստատ իմացի ես ինչ չեմ զսպելու։ Հիմա ինչ որ գտնեմ քեզ չասեմ։ Բա ինչը չես ասի, այդ ինչ էիք խոսում։ Ոչ մի բան։ Դու ինձ ուրիշ բան ասա, Մագդա։ Դուրս չեկանք մի քիչ զբոսնենք։ Հա, ես արդեն պատրաստ եմ։ Դե մենք գնացինք։ Գնացեք զգուշ կլինեք երեխեք ջան։ Լավ։ Մագդա, դու բան չես մոռացել։ Գնացինք։ Նոր մոռացա հարցնեմ, բա Հասմիկ այդ ժամին ուր էր գնացել։ Որ ճիշտ ասեմ, չեմ ուզում այդ մասին խոսամ։ Բայց ինձ ուրիշ բան ասա։ Եթե Հասմիկի հետ հանդիպել էիր, խոսացել էիք, ինչի ինձ ոչ մի բան չէիր ասել։ Դե չհասցրեցի ուղակի։ Սրանից հետո ոչ մի հանդիպում ու ոչ մի խոսակցություն Հասմիկի հետ, լավ։ Հա, ես գիտեմ, որ ինքը պատճառաման գալիս, որ մեզ բաժանի։ Ես հաստատ իրան առիթ չեմ տալու։ Ալո։ Հալո, բարև ձեզ, ոստիկանությունից եմ։ Բարև ձեզ։ Դուք պետք է բաժին ներկայանաք, քննիչ Գևորգյանն է կանչել։ Պարտադիր այսօր։ Այո։ Լավ։ Էսով էր զանգել։ Ոստիկանությունից էր կանչում էին բաժին։ Ինչի համար։ Դե դու գիտես, Ստյոպի գործը դեռ փակված չի։ Դրա հետ կապված։ Նորը, բայց դու դրա հետ ոչ մի կապ չունես։ Կուզես արի գնանք Արշակին ասենք։ Մագդա, էլ տես բան չլսեմ։ Դու գիտես, ես տես բաներ չեմ սիրում։ Ինչի հետ կապված է, ես ինքնուրույն կանեմ, լավ։
Ոնց ես քեզ զգում։ Մի քիչ ավելի լավ։ Ցավեր չունես։ Մի քիչ։ Ես մի քիչ հետո գալու եմ քո մոտ։ Ասա ինչ ես ուզում ուտելու բերեմ։ Արշակ, ոչ մի բան չեմ ուզում։ Ու խնդրում եմ դու էլ մի արի։ Ես քո այս վերաբերմունքից ինձ ավելի վատ եմ զգում։ Լանա, ինձ թվում է, թե դու այս ձևով նորից փորձում ես խուսափել այն խոսակցությունից, որը որ մեզ սպասում է։ Ներս արես Սոնա ջան։ Մի քանի պայմանագրեր կան, որոնք վերնայելու կարիք ունեն։ Դասավորից տեղ հետո կնայեմ, էլի։ Ոնց ես։ Նորմալ է։ Չեմ խանգարում։ Կարող ես սխալ պահի եկա։